զրույցը այս իշխանությունների կողմից որպես աննախադեպ ներկայացված, իրենք սիրում են, չէ՞, աննախադեպ բառը, ամեն ոլորտում իրենք աննախադեպ ինչ-որ բան են անում, այս իշխանությունների կողմից աննախադեպ ներկայացված այցին են ուզում անդրադառնալ, վերսի այցին։ Հիմա այդ աննախադեպ այցից հետո իշխանությունները թմկահարում էին 9 միլիարդ ներդրման մասին, հետո պարզվեց, որ այդ 9 միլիարդը ամենևին ներդրում չէ, այլ հակառակը Հայաստանի կողմից որոշակի ձեռքբերման մասին է խոսքը գնում, հետո սկսեցին խոսել ինչ-որ 4 միլիարդի մասին եւ այլն։ Ի վերջո, ինչ է այս այցը, ինչ նպատակ ուներ այցը, եւ արդեն այս այցի վերլուծության շրջանակներում էլ անդրադառնան արտաքին հարաբերությունների ազդեցությանը մեր ներքին հարաբերությունները։ Նախ եւ առաջ ես կուզեմ ուղղակի փոխվելացնել Բաղդադի շատ լավ վերլուծությունը, որովհետեւ այսպիսի վերլուծություն շատ քիչ է լինում եւ ես կուզեի, որ այդ մտածողությունը տարածված լիներ մեր հանրային քաղաքական դաշտում, որովհետեւ այդ մտածողությունն է, որ կարողանում է թույլ տալ ձևավորել իսկապես լուրջ այլընտրանքներ։ Ես ուղղակի ուզում եմ փոխվելացնել Բաղդադին, հետեւյալ ձեռքերով արդեն անցնենք մեսին, հա։ Տեսեք, ուրեմն մեր տարածաշրջանը միջազգային բոլոր փորձագետների գնահատականներով ինքը դարձել է յուրօրինակ կամ կառավարախնդրող կամ խաչվերիկ։ Տեսեք, այս տարածաշրջանում Ռուսաստանը փորձում է իրականացնել հյուսիս հարավ նախագիծը, այս տարածաշրջանում Չինաստանը փորձում է մետաքսի ուղի անցկացնել դեպի Եվրոպա, որպեսզի իր ապրանքների ինքնարժեքը 40%-ով քիչնի, եթե այս համակարգին աշխատացնի։ Իդեպ ավելացնեմ, որ անցյալ տարի Չինաստանը $1 տրիլիոն պրոֆիցիտ ունեցել, եւ եթե նախկինում Չինաստանի պրոֆիցիտները, այսինքն եկամուտը ինքը հիմնականում դեպի ամերիկյան պատերազմների մեջ, հիմա ինքը հիմնականում գնել է ոսկի եւ հայտարարել է, որ լայնածավալ ներդրում դրելու է մետաքսի ճանապարհի վրա կանգնած եղած պետությունների մեջ, որտեղ նաև կա Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը։ Դուք գիտեք, որ անցյալ տարի ինքը ընկեց, նախանցյալ տարի Վրաստանի հետ, այլուր 23 թվականին, եւ ֆորմալ իմաստով անցյալ տարվա սեպտեմբերին նաև Հայաստանը ընկեց, բայց դա ֆորմալ նույն կրեց, որովհետեւ Ադրբեջանի եւ Վրաստանի դրանք ունեն շատ լուրջ ծրագրեր, Հայաստանը գրեթե ոչ մի ծրագիր գործում չունի, մեզ այդ հարցերի պատասխանը կասեմ թե ինչու։ Տեսեք, ուրեմն եւ վերջապես երրորդ ծրագիրը կա, բացի ռուսական եւ չինականից, կա երրորդ ծրագիրը, դա ամերիկյան ծրագիրն է, որը իր մեջ ներառում է երկու կոմպոնենտ։ Առաջինը մաքսիմալ խանգարել Չինաստանի մետաքսի ճանապարհի աշխատանքին եւ փորձել նոր ճանապարհ ձևավորել կենտրոնական Ասիայից թանկարժեք, այսպես ասած, հումքի տեղահանման համար։ Իրենք հայտարարում են, որ այդ կենտրոնական Ասիայի թանկարժեք հումքի տեղահանումը դեպի Միացյալ Նահանգներ կենտրոնական եւ ռազմավարական բնույթ կարող է ունենալ, եւ իրենք հայտարարում են, որ կենտրոնական Ասիան, որ դեպքում է Ռուսաստանի եւ Չինաստանի ազդեցության տակ, իրենք փորձում են, այսպես ասած, իրենք նույնպես մեծ դեր կատարել։ Իդեպ դրա պատճառով անցյալ տարվա դեկտեմբերին 5 կենտրոնական Ասիայի երկրների նախագահներին Տրամպը հրավիրեց Վաշինգտոն եւ մեծ շքեղությամբ համաձայնագրեր կնքեցին։ Հիմա տեսեք, Բաղդադը ճիշտ հարցադրում էր անում, որ հայկական շատ գոյություն չունի այստեղ, բայց ինչու գոյություն չունի, հարցի շատ կարևոր է, որ մենք դա են հասկանանք։ Տեսեք, Ադրբեջանը ուղղակի փայլուն արտաքին քաղաքականություն է վարում, որովհետեւ մի կողմից ինքը զարգացնում է հյուսիս-հարավ ռուսական նախագիծը, Ռուսաստանից Իրանով դեպի Իրան։ Երկրորդ նախագիծը ինքը իրականացնում է չինական մոդելը, չինական նախագիծը աշխատացնում է Ադրբեջան, Վրաստան այդ ուղիով։ Այսինքն չինական նախագիծն է աշխատացնում եւ վերջապես երրորդ նախագիծը ինքը փորձում է աշխատացնել Զանգեզուրի միջանցքով, այսինքն այն տրիպ կոչեցյալը, որ ինքը պետք է իրականացնի։ Այսինքն Ադրբեջանը այսպեսի մի բազմավեկտորային մոդել է վերցրել արտաքին քաղաքականության, որտեղ երեք խոշոր երկրների համար ինքը դառել է համադրման լուրջ մակարդակի գործընկեր եւ դրա համար եւ Չինաստանը եւ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները ցկտում են իդեմս Ադրբեջանին տեսնել ռազմավարական գործընկեր տարածաշրջանում։ Վրաստանը նույնպես փորձում է դերը կատարել։
թեև Վրաստանը ունի դժվարություն, որտեղ տարբերություն Ադրբեջանի Վրաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ Ռուսաստանի հետ, քաղաքական հարաբերություններ չունի, բայց այնուամենայնիվ ինքը փորձում է դա կոմպենսացնել հյուսիսարև աշխատացնել, թեև ինքը ունի կոմպլեքսներ, ասենք օրինակ աբխազական ելույթը չի կարողանում աշխատացնել։ Եվ ինքը փորձում է համադրել չինական եւ ամերիկյան այսպես ուղիները, բայց ամերիկացիներն ասում են, որ ոչ, դու պետք է ընդունություն կատարես, կամ մերը կամ չինականը, որի համար են մինչև հիմա, թեև վարչակազմը փոխվել է Միացյալ Նահանգներում, բայց այսօրվա սահակաշրջանի Իվանիշվիլիի վարչակազմը ամերիկացիները չեն շտապում նոր համաձայնագիր կնքել։ Այսինքն ըստ էության Վրաստանը փորձում է ձգտել դառնալ Ադրբեջանի պես թեր ունենալ, բայց դեռ չի ստացվում, բայց ինքը հույս ունի, որ կհասնի դրան։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա տեսեք, ես ձեզ ձևակերպեմ, Հայաստանը նույնպես ունի հնարավորություն Ադրբեջանի պես դառնալ տարածաշրջանային խաչմերուկ, այսինքն հյուսիսարև աշխատացնի եւ միաժամանակ աշխատացնի միջանցքի մոդելը, որտեղ կարող են համատեղվել եւ չինական ուղին եւ ամերիկյան ուղին, հա, բայց ինչն է հետաքրքիր, հաշվետալով են հանգամանքը, որ Հայաստան թարապես արտաքին քաղաքականությունը, դա ներքին քաղաքականության տրամաբանական շարունակություն է, համաձայն եք սրա հետ, քանի որ դա այդպես է, ապա Հայաստանի եւ Ադրբեջանի եւ Վրաստանի ղեկավարների միջեւ մեծ տարբերություն։ Բանն այն է, որ Վրաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները շատ ամուր են զգում իրենց երկրներում։ Տարբեր բաներ, իհարկե մեծ ճնշում կար Վրաստանի վրա, բայց այնուամենայնիվ այդ ճնշումը չկարողացան կյանքի կոչել, որովհետեւ եթե վրացիները գնային կոմպրոմիսի, կարող էին շատ մեծ բաներ շահել, բայց իրենց երկիրը կարող էր դրանից կորցնել։ Ասենք Իվանիշվիլին, գիտեք, Ամերիկայի դեսպանը 2022 թվականին ֆանտաստիկ բաներ էր, անձնական եկամուտային բաներ էր խոստանում, բայց դա մերժեց, որտեղ ասաց, որ եթե մենք մտցնենք այդ ռուս-ուկրաինական պատերազմի մեջ մտնենք, ապա Վրաստանը լուրջ կորուստներ կունենա։ Այսինքն ինքը զոհաբերեց իր շահերը հանուն պետության, հասկանում եք, չէ՞։ Հիմա տեսեք, ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մինչև 2018 թվականը մենք ունեցել ենք որոշակի իհարկե թույլ կողմ եւ ուժեղ կողմ, թույլ կողմը մենք խաչմերուկ չենք եղել հասկանալի պատճառով, բայց ունեցել ենք ուժեղ կողմ, որտեղ եղել է երկրորդ հայկական հանրապետությունի դեմս Արցախի եւ մենք որպես գործոն դա օգտագործել ենք։ Պատերազմի պարտությունից հետո մենք այդ գործոնից զրկվեցինք։ Քանի որ զրկվեցինք, աշխարհաքաղաքական երկրաշարժ կատարվեց մեր տարածաշրջանում, այսինքն բալանսը փոխվեց, Թուրքիան մտավ տարածաշրջան։ Թուրքիան մտավ տարածաշրջան, առաջարկեց արդեն 3 գումարաձև մոդել ձևավորել, որը նշանակում է, որ մինչև պատերազմի մոդելից ֆունդամենտալ տարբերություն Ռուսաստանը պետք է փուրանար, տեղը թողնել Թուրքիային մտնել։ Բոլորը համաձայնվեցին եւ Ռուսաստանը ըստեյության նոյեմբերի 9-ի համաձայնագիրը կնքելով առաջարկեց, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը բացեն իրենց կոմունիկացիաները եւ այս խաղաղության խաչմերուկը տեղավորվեն այդ տրամաբանության մեջ։ Բայց շատ մի կարևոր խնդիր կա, որ իմ տպավորությամբ շատերը չեն նկատում, բայց Հայաստանը դա մերժեց։ Դու պետք է Հայաստանը ընդունել, թե դա ինչու մերժեց, որովհետեւ ցանկացած երկրի ներքին արտաքին քաղաքական իր ներքին քաղաքականության տրամաբանական շարունակությունն է։ Այսինքն իշխանությունը որպեսզի համաձայնվի այս կամ այն մոդելը, ինքը պետք է հասկանա իր շահի համար, որպես իշխանություն, ինչքանով է դա շահավետ։ Հիմա այսօրվա Հայաստանի իշխանությունը ունի էքզիստենցիալ վախ Ռուսաստանից։ Ուղղակի էքզիստենցիալ գիշերը քնում են, առավոտը զարթում են եւ գիշերը վատ երազներ են տեսնում, թե ինչպես է ռուսները իրենց պատժելու։ Այսինքն ինչի այդպես ստացվել։ Ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը հասկանա, որտեղ 2022 թվականին երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, արևմտյան, քանի որ մեծ հակամարտություններ, արևմտյան շրջանակները Փաշինյանին առաջարկեցին իշխություն կատարել, կամ մենք, կամ Ռուսաստանը։ Բայց քանի որ կար չլուծված Արցախի անկյունին եւ ռուսական բանակը գտնվում էր Արցախում, իրենք ձևակերպեցին, որ դու պետք է իշխություն կատարես, կամ պետք է ամեն ինչ անես, որպեսզի այդ բանակը չլինի այնտեղ, նշանակում է Արցախը պետք է զոհաբերես։ Կամ դու պետք է ասնես Ռուսաստանի կողմը, որի վերանկարը համար միայն տխուր է լինելու, որտեղ ռուսները քեզ չեն վստահում, ի վերջո մի հատ պահ գալու է, դու կկորցնես մեր վստահությունը եւ ընդդիմությունը կգա իշխանության եւ քեզ կպատժի։ Եվ քանի որ այդպիսի երկընտրանքի առաջ կանգնեց Փաշինյանը, ինքը որոշում կայացրեց, վճռեց, այսպես ասած, անցնել արևմուտքի կողմը եւ այսպես ասած մոդել առաջարկեց, թե ինչպես կարելի է խաբելով Արցախը հանձնել,
եւ միաժամանակ դա հնարավորինի մաս է։ Եվ հիշում եք 2022 թվականի ապրիլին հայտարարեց, որ Արցախի կարգավիճակը պետք է մի քիչ իջեցնենք, որ արևմուտքը խոստանում է, որ մենք իրենց անվտանգությունը կապահովենք եւ ավելի լավ կապենք, հա, ասես դա խափրության առաջին հերթական խափրության էլեմենտ է, որպեսզի մարդկանց բնականաբար այն ժամանակ մեր քաղաքական վերնախույն մի մասը չհավատաց դրան եւ սկսեց դիմադրության շարժում, որը թույլատրեց իրենց ասած այդ իրավիճակը, բայց մի քանի որ ցավոք սրտի դիմադրության շարժումը քրական արդյունքով չավարտվեց, փաստացի արևմուտքը այսօրվա գործող իշխանության ասեց դե ուրեմն տեսեք, փաստացի դու ձերքերը ազատվես, դու պետք է քո վճռական քայլը կատարես։ Հիշում եք ինքը ասել որ ես մի բան ստորագրեմ, որի արդյունքում ես կարող եմ դավաճան համարել, բայց ինքը վախենում էր դա անել, բայց որպեսզի դա ինքը ռիսկով անի եւ հասարակությունները վախենա իրեն չմեղադրելու, կատարվեցին ջերմության դեպքեր, այսինքն ջերմության դեպքերը մի քանի 100 հայ սպայի զինվորի սպանելով մի կողմից դա ճնշում էր, որ Փաշինյանը արագացնի որոշում, մյուս կողմից վախի մտնելով սերմանեցին հայ հասարակությունը, որպեսզի հայերը շապելով չդիմադրի դրան։ Որին հետևեց ընդամենը 2 շաբաթ անց, սեպտեմբերի 13-14, սեպտեմբերի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանի որոշումը ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս, որը փաստորեն ոչնչացրեց նոյեմբերի 9-ի համաձայնագրի հիմնական դույթը, որը հիմք ստեղծեց, որ Ադրբեջանը փակի Լաչինի միջանցքը, որտեղ եթե Արցախը Ադրբեջանի մաս է, նշանակում է Լաչինն է Ադրբեջանի մաս, դա նշանակում է, որ այլևս անխոչնդոտ ճանապարհ չկա հայկական կողմի համար եւ ռուսական զորքերն դավանպես անիմաստ է մնացել, որը արդեն նույնիսկ արդեն Պուտինը հրապարակավ զարմացավ, ասեց ես զարմացած եմ, որ փաստացի Հայաստանի ղեկավարը նման բան առաջարկում, եւ աշխարհը զարմանում է, թե հայ հասարակությունը ինչպես է դա արձագանքել։ Սա հայ ժողովրդի ամենամեծ հայտարարությունն է, որից դուրս գալու համար դեռ շատ երկար տասնամյակներ են պետք, որպեսզի հայ ժողովուրդը աշխարհի առաջ այս հայտարարությունից դուրս գա։ Դա իրենք պետք է խոստովանենք, որովհետեւ երբ որ մարդիկ ասում են, թե ինչ քծնանքով խոսում են մեր ժողովրդի դրական հատկությունների մասին, դեպի քծնանքը արդեն բոլորին զզվացել է, մարդիկ ուզում են անկեղծ խոսք եւ անկեղծություն, թե մենք ինչ ուր ենք հասել, որ մենք կարողացել ենք կուտալ այս ամեն ինչը։ Բնականաբար 22 թվականից հետո տրամաբանական 23 թվականին մենք կորցրեցինք արդեն Արցախը, որից հետո եթե մինչև այդ գործող իշխանությունը մարդկանց խափում էր ասում է դրա Ռուսաստանն է հանձնել, հիմա հայտարարում է, որ մենք փաստացի Արցախը հանձնելով փրկվել ենք որպես պետություն, հասկանում եք, արդեն ինչ երկրորդ խափության նոր շերտ է դուրս գալիս արդեն, հա, բայց տեսեք ինչ կատարվեց Արցախի ոչնչացումից հետո չվերացավ այսօրվա իշխանության վտանգը այդ էգզիստենցիալ վախը Ռուսաստանից, որպեսզի այդ վախը վերջնականապես դրանա, Ռուսաստանը ընդհանրապես պետք է դուրս գա այս տարածաշրջանից։ Ինչպես դուրս գա։ Այդ 3 գումարից 3-ի մեջ տեսեք մաթեմատիկայի մեջ 3-ից եթե Իրանն ու Ռուսաստանն առաջին երկուսը, երրորդը Թուրքիան, ապա այդ բալանսի մեջ այնուամենայնիվ Հայաստանի իշխանության վիճակը վտանգված է, որպեսզի այդ 3-ը դառնա այսպես որակյալ փոփոխություն լինի, որպեսզի իր վտանգը չէ, պետք է այնպես լինի, որ կամ Իրանը դուրս գա, իր տեղ ուրիշ բան մտնի, կամ Ռուսաստանը դուրս գա, հա։ Հիմա այդ 3 գումարած 3 ֆորմատներ չի աշխատում, դա է փլված։ Եվ ինչ արեց գործող իշխանությունը, որպեսզի Ռուսաստանի դերը ֆունդամենտալ փլացնի, բնականաբար չի կարող հրապարակամ հայտարարի, որ եկեք Թուրքիա, եկեք Հայաստան, որպեսզի ես իմ իշխանությունս ավելի ինձ գամ, որտեղ Թուրքիայի ստանդարտների տեսակետից ես որտեղ դավաճան եմ, այլ նույնիսկ հերոս, հա, սենց ձևակերպենք։ Հրապարակամ քանի որ դա չի կարող ասել, թեև այն հրապարակային ձևակերպումները Մասիսարի հետ կապված, Էրդողանի գրքի հետ նկարվել է, բան այդ ամեն ինչը դա մեսիջներ են, որոնք փորձ դրանով պետք է հասարակության մեջ այսպես ասած փոփոխություններ կատարել մտածողության, բայց դե քանի որ դա չի հասել կամ եկեղեցու դեմ այդ հարվածները բան եւ այլն, ինքը փաստացի ինչ արեց, ինքը որոշեց Զանգեզուրի միջանցքը ուղղակի նվեր տա Միացյալ Նահանգներին, որպեսզի այդ նվերի դիմաց Միացյալ Նահանգները արդեն որպես համաշխարհային երկրություն աջակցի իրեն իշխանության, մտածելով, որ եթե Միացյալ Նահանգները իրեն աջակցեն, կողքից Թուրքիան ու Ադրբեջանը որ լինեն, բալանսը կլինի օգուտ իրեն եւ ինքը հեշտությամբ կարող վերարտադրվի հունիսի 7-ին։ Իսկ իր համար թիվ 1 խնդիրը եւ միակ խնդիրը իր իշխանության վերարտադրությունն է։ Իր համար իրենց օրակարգի մեջ Հայաստանի Հանրապետությունը շահ, Հայաստանի ժողովուրդ 3 միլիոն ժողովուրդ գոյություն չունի։ Սա միանշանակ է։ Սա ողբերգական վիճակ է, որովհետև
ոնց են կրկնում, այսպիսի վիճակ շատ քիչ ժողովուրդներն են լինում կամ շատ քիչ ժամանակում է երկիրը նման վիճակի մեջ հայտնվում։ Մենք հիմա ապրում ենք ճակատագրական ու գործնական վիճակ, երբ որ ես երկրի ղեկավարը այդպիսի վիճակի մեջ է հայտնվել եւ պատանդի կարգավիճակով ունելով ինքը ամեն ինչ անում է ակամայից սեփական երկրի դեմ, հա, սեր ձևակերպ ենք։ Հիմա դուք ասացիք, որ այդպիսի ձևակերպում կար, որ Տրամպը նվերեց Ադրբեջան, ես ուրիշ ձևակերպում կարամ տամ, որ ավելի մոտ է ճշմարտության։ Տրամպը Հայաստանի կողմից նվերեց Միացյալ Նահանգներին, իսկ Միացյալ Նահանգները արդեն այդ նվերը փորձում են, այսպես ասած, Ադրբեջանի առևտուր անելով որոշակի դիրքային բաներ ստանալ։ Հայաստանը ոչինչ չի ստանում դրանից, զրո։ Որում այդ Տրամպի ծրագրի մեջ երաշխիքի բանի ամուսնության զրո բաներ կան։ Վենսի այցը դա փաստացի շնորհակալությունն էր Հայաստանի նվերը ստացել։ Դրա դիմաց ինքը այսօր խոստումներ տվեց տարբեր մակարդակի, որը օդի մեջ խոստումներ են, ինչու են օդի մեջ խոստումներ, որտեղ ես հիմա արդեն գիտեմ եւ մենք ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ ամերիկյան շրջանակները նշում են, որ իրենք մի քանի դեռ այս տարածաշրջանում չկա վստահ երաշխիքային խաղաղություն, ոչ մեկ լուրջ ներդրումներ չի անում, ոչ մի ոլորտի մեջ, հա, այսինքն սա ուղղակի կլինի ճանապարհ, ընդհանուր ճանապարհը լուրջ ներդրումներ պետք է չի անել, իսկ բայց քանի որ ինքը նվեր է ստացել Հայաստանից, այդ նվերի դիմաց ինքը պետք է խոստումներ տվեց։ Իր գլխավոր այցը դա Ադրբեջանն էր, որտեղ Ադրբեջանում ինքը ստորագրեց խաղացը, արդեն որպես երկիր, որ ունի սահման Ադրբեջաններ, փաստացի այդ Զանգեզուրի միջանցքը ինքը փաստացի արենդա տված Միացյալ Նահանգներին տարածք է, որը ինքը ստանում է սահման Ադրբեջանի հետ, հա, ասպետի հասկանալ, որպես սահմանակից երկիր, ինքը արդեն ըստ Ադրբեջանի դիտարկում է իր գլխավոր ռազմավարական գործընկերը, որի միջոցով ինքը փորձելու է Ադրբեջանով մտնել Կենտրոնական Ասիա եւ այնտեղից այն հիմքը, որ կա ինքը, որ ըստ նպատակ ունի, այս տեղահանել դեպի Միացյալ Նահանգներ։ Դրա համար ինքը անցյալ տարի դեկտեմբերին հանդիպել էր 5 Կենտրոնական Ասիայի երկրների հետ։ Վենսի այցի գլխավոր իմաստը դա էր։ Ադրբեջանում գլխավոր այցի նպատակը դա էր։ Հայաստանին ուղղակի Հայաստանի որպես այսպես ասած երկրորդային մակարդակի շնորհակալություն նվերի համար։ Այդ նվերը հայ ժողովրդի անունից այսօրվա իշխանությունը հանձնել է, որպեսզի իր դրա դիմաց ինքը ստանա աջակցություն Միացյալ Նահանգների վարչակազմի կողմից։ Սա ես ուզում ասեմ, որ մեր ժողովուրդը դա ընդ որում այդ Տրամպը ոչ մի կապ չունի խաղաղության խաչմերուկի կայացման եւ կոմունիկացիաների բացման հետ, որտեղ 2 օր առաջ կամ 3 օր առաջ Մյունխենում Իլհամ Ալիևը հրապարակավ հայտարարեց, որ Տրամպի կամուրջի հետ կապված ինքը իրեն բանակցում ամերիկացիների հետ, դա ադրբեջանա-ամերիկյան բանակցությունների խնդիր է, Հայաստանը ոչ մի կապ չունի դրա հետ, իսկ եթե Հայաստանը մտածում է, որ ինչ-որ կոմունիկացիաների հետ կապված բան ունի, թող հաջորդ վարչակազմը Ամերիկայի գա, թող ինքը դա առաջարկի ժամանակ կարող է քննարկել հեգնանքային մակարդակի հիմնավորումը եւ ձևակերպումը, դա ապտակ է այս իշխանությանը, բայց նաև շնորհակալություն Իլհամ Ալիևին, որ հերթական անգամ այդ մարդը մեր հասարակության աչքերը բացում է եւ ասում է, որ անգելի ժողովուրդ, ինչքան կարելի է ձեզ խաբել, դուք ինչ հիմա խաբում եք, հա։ Սա ուղղակի սա մեր երկրորդ ողբերգ չէ, ես շնորհակալություն, ես գիտեք, ես մի բան ասեմ, ես ապրում եմ ոչ փարիսիական միջավայրում, եւ ես համարում եմ, որ այնուամենայնիվ եթե մեր հակառակորդը մեր աչքերը բացում է, դա մեզ օգուտ է տալիս, որտեղ կոմունիկացիոնում դե հիմա ձևական բաներ են, գիտեք, ես մի բան ասեմ, ես կարծում եմ, որ այնուամենայնիվ այդ մարդը, երբ մեր աչքերը բացում են, դրանց շահում ենք, եւ մենք որպես ազգ եւ ժողովուրդ պետք է հասկանանք, որ այս հայտարարության էջը մենք պետք է փակենք եւ իսկապես մենք պետք է կարողանանք երաշխավորված խաղաղության գործընթաց սկսենք, որովհետեւ առանց դրա մենք այս տարածաշրջանում չենք կարող ունենալ ապագա եւ այս շոու խաղաղության կարճ ժամանակ հետո ընդունություններից հետո եթե Աստվածաշնչյան իշխանությունը վերարտադրվի նոր երկրորդ պատերազմը կլինի։ Հիշեք, որ 21 թվականին վերարտադրվեց այս իշխանությունը, մենք տեղականապես կորցրեցինք Արցախը, 26 թվականին եթե այս իշխանությունը նորից նման մոդելով վերարտադրվի, մենք կորցնենք Հայաստանը։ Եվ այդ իմաստով ես դրա համար եմ ասում, որ շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ տեսեք Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի երկարությունը մոտ 1000 կիլոմետր,
1000 կիլոմետր, սահմանագծված եւ սահմանազատված է ընդհանրապես 12 կիլոմետր Տավուշի մարզում, որում հայկական կողմից զիջման արդյունքում։ Այսինքն 1%-ն է սահմանազատված է սահմանագծը։ Ադրբեջանը միտումնավոր չի գնում այդ քայլին, որտեղ շատ լավ հասկանում է, որ դիմացը թույլ կողմ է, միջնորդ երաշխավոր գոյություն չունի, ինքը ցանկացած բանի կարող է ինքը ֆորմալ վերացական հայտարարում է տարածքային ամբողջականության ճանաչման մասին, գետնիվը ինքը ոչ մի սահման չի ճանաչում, եւ ինքը սպասում է թե մի բարենպաստ պայմանների, որ վերջնականապես խնդրի լուծի։ Այն մարդիկ, այն խաբկանքը, որ ինչ-որ մարդիկ կարող են հավատալ, որ սա բերելու է խաղաղության, դա կատարյալ խաբկանք է, բայց իսկապես մեզ անհրաժեշտ է լուրջ մակարդակի խաղաղության գործընթաց, բայց այդ խաղաղության գործընթացը առանց երաշխավորի ինստիտուտի դա հնարավոր չի, որտեղ մենք թույլ կողմ ենք, մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանը այսօր ուժեղ է, որտեղ ունի դաշնակից Թուրքիայի, իսկ Թուրքիան եւ Ադրբեջանը օբյեկտիվորեն անկախ տնից թե ով կլինի Հայաստանյան ուժեղ կողմն են, եւ առանց երաշխավորի ինստիտուտի մենք չենք կարող բալանսավորենք այս իրավիճակը եւ հասնենք լուրջ խաղաղության։ Շատ մանրամասն դեպքության համար եւ մենք Ալիևի շնորհակալություն հայտնելու խնդիր չունենք, Ալիևի շնորհակալություն հայտնողներ ունենք, մենք տեսել ենք թե ինչպես են խոնարհվում, բայց ես հասկանում եմ, դուք շատ կարևոր դիտարկում եք անում, Ալիևը մեր հասարակության հետ ավելի ազնիվ է, քան մեր իշխանությունները։ Մենք մեր երկրի հետ կատարվողի եւ սպասելիքի մասին ավելի շուտ իմանում ենք Ալիևից, քան մենք իմանում ենք մեր իշխանություններից։ Սիրելի բանախոսներ, ես ուզում եմ մենք անցնենք արդեն ամփոփման փուլին, կարծում եմ ամփոփման խոսքում դուք նաև անդրադարձ կանեք մնացած բանախոսների ձևակերպումներին, բայց ես ինքս էլ ուզում եմ մի հարց հնչեցնել, որի շուրջ ակնկալում եմ ձեզանից յուրաքանչյուրի պատասխանը։ Ցանկացած առողջ գաղափար, ալտերնատիվ գաղափար, որը հանում է Հայաստանը Թուրքիայի ծայրագավառ լինելու հեռանկարից, անմիջապես իշխանությունը որակվում է որպես ռուսամետություն եւ իրենց այս քարոզչական մեքենան գտնում է հենց դա աշխատացնելու գործին։ Ես ուզում եմ, որ դուք որպես քաղաքացիներ, որպես մտահոգ մարդիկ, որպես փայլուն մասնագետներ հստակ ձևակերպեք, արդյոք ռուսամետությունն է թուրքական էքսպանսիան կանգնեցնելու ձգտումը եւ Հայաստանը Թուրքիայի ծայրագավառ դարձնելու մղումը, կասեցնելու այդ մղումը։ Անկեղծ խոսենք, ինչու եմ սա ասում, որովհետեւ Եվրոպան մեզ ոչինչ չի առաջարկում, մենք քննարկման ընթացքում էլ դա հասկացանք եւ այս բանի ըստեյության առաջարկելու բաներ չունի, գիտենք դրա մասին եւ գիտենք Եվրոպայի խնդիրները եւ հայրանքով ենք վերաբերում այդ ամեն ինչին։ Ամերիկայի կողմից Վենսը եկավ եւ Հայաստանի կոնկրետ ոչինչ չասաց եւ չեր ասելու, պարզապես